Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարեկալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսօր հիմնական զրույցը ծավալվելու է ազգային ժողովում տեղի ունեցած բոցավառ ելույթների մասին, բայց մինչ դա մի քանի պաշտոնական հաղորդագրություն։ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարգործնախարարների հանդիպումը, նշում է, որ վրացական կողմը բանակցություններին ներկայացնում էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալյան, Ադրբեջանը փոխարգործնախարար Էլնուր Մամեդովը, Հայաստանը Վահան Կոստանյանը։ Տեղում էր նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Իդեպ Հարավային Կովկասը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրները պետք է միասին իրացնեն, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարգործնախարարների հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորեշվիլին, նշելով, որ Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի և Հայաստանի, և Վրաստանի, և Ադրբեջանի համար։ Նրա խոսքով տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրներն էլ պետք է միասին իրացնեն։ Բոջորեշվիլու կարծիքով տարածաշրջանի վերաբերյալ տնտեսական փոխանակումները և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը շատ կարևոր են։ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալյանն էլ նշել է, որ հանդիպան շրջանակներում քննարկվել են երկկողմ և եռակողմ համագործակցության հնարավորությունները և այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել հենց երեք երկրների համար։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զրուցել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Ի թիվս մի շարք հարցերի Միրզոյանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների, այդ թվում փաստաթղթի բովանդակության և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչող պահանջների մասին, որոնցից մի քանիսը, ինչպես գիտեք, վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանը։ Ընթանանք առաջ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգտակար է համարել Անտալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումը, նշելով, որ Ադրբեջանը միշտ կողմ է երկխոսությանը և հարցերի քննարկմանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջս հետ, իդեպ գործընկերոջս բառը ևս ուշադրության կարիք ունի։ Հանդիպումը համարում են բավականին օգտակար, թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծելու առկա հարցերը, թույլ է տվել ավելի մանրամասնել և քննարկումներ ունենալ կողմերի դիրքորոշումների, նրանց փաստարկների ու հիմնավորումների շուրջ։ Հետևաբար ես գտնում եմ, որ հանդիպումը օգտակար էր, նշել է Բայրամովը։ Արարատ Միրզոյանը ևս մեկնաբանել է այս հանդիպումը, նշելով, որ ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն չափազանցություն կլինի, բայց կարծում եմ խոսակցությունը պետք է շարունակվի, ամփոփել է Միրզոյանը։ Եվ հիմա գալիս ենք ազգային ժողով, այնտեղ բավական ուշագրավ հայտարարություններ են հնչել, մասնավորապես մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Փաշինյանն է ազգային ժողովի ամբիոնից հայտնում, մեջբերեմ իր խոսքը, 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության և պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման, այսինքն մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար, քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ Էլ ինչի ասում Փաշինյանը, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը և ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը ռուսական կայսրությունը, հայրենիքը Հայաստանը, պետությունը Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ։
հուսահատ եւ անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է. ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն եւ հարկը պետական ու պետության ատրիբուտ են եւ հետեւաբար ենթագետակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն ատելի։ Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի։ Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քրեական եւ քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքն ի վերջո հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի։ Եվ այսօր ոչ թե մեր կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է. հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունը։ Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական եւ ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ է կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների եւ Բերլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ։ Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, կրկին շարունակելով Փաշինյանի ելույթը, Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս մասին Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ նշում է վարչապետ Փաշինյանը, ապա թվարկում այն պատճառները, որոնց հիման վրա նման հայտարարություններ է արել։ Այս համատեքստում Փաշինյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգանորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատելիությունը։ Հաստատվել են նաեւ երկու երկրների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, որը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթում Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով, թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրը դարձնում է հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք, ամփոփում է վարչապետը։ Իսկ փոխվարչապետ Մայր Գրիգորյանը այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական համաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները, մտքեր են փոխանակվել նաեւ համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ։ Դեպ կրկին վերադառնալով ազգային ժողով, մի քանի ուշագրավ դրվագներ եւս։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, ինչ է ուզում անել ընդդիմությունը, իդեմս ազգային ժողովի երկու խմբակցությունների։ Այս մասին կրկին ազգային ժողովում զեկույցի քննարկման ժամանակ հայտնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, ինչ է ուզում անի ընդդիմությունը, իդեմս այս պահին մի ֆրակցիայի, բայց սովորաբար երկու ֆրակցիաների։ Մեզ ուզում է ներքաշի, թե այն բանավեճի մեջ, թե ով է ավելի շատ թուրք։ Մեզ մեղադրեն թուրք լինելու մեջ, որ մենք իրանց մեղադրենք թուրք լինելու մեջ, որ իրանք ավելի ուժեղ թուրք են, քան մենք։ Ու շատ դժվար է իրականում դիմանալ այդ գայթակղությանը եւ չմտնել այդ բանավեճի մեջ, բայց մենք պետք է քաղաքական հասունություն դրսևորենք եւ չմտնենք։ Չպետք է մտնել այդ բանավեճի մեջ, հարգելի
գործընկերներ եւ սիրելի ժողովուրդ։ Չի կարելի մտնել այդ բանավեճի մեջ, որտեղ այդ բանավեճն է, որ մեզ կործանել է միշտ։ Բայց ինչ է անում նաեւ ընդդիմությունը դրան զուգահեռ։ Ուզում է, որ մենք ինչպես 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հրապարակված բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններով չունենանք անկախություն։ Մենք չլինենք անկախ, կամ լինենք հնարավորինս կախված։ Այս պահին իրանց կողմից նշված պետությունից, հետո միգուցե այլ պետություններից ցանկեր անշում տիկին Քրիստինե Վարդանյանը ստեղ չի, երևի պետք է համալրել այդ ցանկերը ռուսի շպիոնների, որտեղ ոնց որ ամբողջական չէր։ Իրանք նաև չեն ուզում, որ մենք ունենանք սահման, պետականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը, ու ասում է, որ մենք ենք վարչությունում որոշե Հայաստանի Հանրապետության սահմանը, չէ, տիկին Վարդանյան։ Մենք չենք որոշել ու չենք էլ ուզում որոշենք։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը որոշվել է Հայաստանի Հանրապետությունը անկախանալիս, որին դուք դեմ եք եղել ու մինչև հիմա դեմ եք։ Հայաստանի Հանրապետության սահմանը Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության սահմանն է վարչական։ Վերջակետ։ Այդ է Հայաստանի Հանրապետության սահմանը, ուզեք, չուզեք։ Եվ մենք այո գնալու ենք, սահմանազատելու ենք այդ սահմանը մինչև վերջ։ Ոնց որ սկսել ենք, ինչպես իմ գործընկերները նշեցին, դա ամենալուրջ ձեռքբերումն ա եղել 2024 թվականին։ Եվ եթե դուք գնաք սովորական մեր քաղաքացիներին հարցնեք սահմանազատման մասին, ինչպես ես ինքս հարուրների հարցրել եմ, ստացել եմ շատ ճիշտ պատասխան։ Ասել է ոնց, բա մենք սահման չունենանք։ Բա մենք չունենանք սահման, ժողովուրդ ջան։ Չունենանք սահման։ Երևի չէ, դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման։ Դե չէ, չի կարելի ասել չեն ուզում են, իհարկե ուզում են, պարզապես մեր հայրենասիրական բոցավառ ճառերի մեջ սահմանն ու հայրենիքը երբեմն այնքան են խառնվում, որ չեն կարողանում մեկտեղվել։ Հարցումների համաձայն մեր հասարակության մի զգալի հատված Հայաստան ասելիս բոլորովին ուրիշ սահմաններ է պատկերացնում, բայց միևնույն ժամանակ չի էլ պատկերացնում, թե ինչ ծանր գին է վճարում կամ արդեն վճարել այդ պատկերացումների համար։ Հուսամ բառախաղը ճիշտ հասկացաք, իսկ եթե ոչ, շատ պարզ լեզվով ասեմ։ Մենք հիմա այս վիճակում ենք հայտնվել, որովհետև դարերով Հայաստան ասելիս հստակ պատկերացում չենք ունեցել, թե հստակ աշխարհագրական ինչ կոորդինատների մասին ենք մենք խոսում, ով ելել տարածքների մասին է խոսել, ինչ միտք ասես արտահայտել է, ում մտքին ինչ փչել է տարածաշրջանի մասին, գոնե դուրս է եկել հրապարակ եւ գոռացել է։ Այսօր էլ քաղաքական դաշտում կան գործիչներ, ովքեր շատ լուրջ, բավականին լուրջ դեմքով, բոլորովին այլ քարտեզներ են թափահարում եւ մեր զգայական ժողովրդին համոզում են, որ Հայաստանը ահա այսպիսինն է, Հայաստանը այս տեսքը ունի կամ մի պայմանով էլի իհարկե, եթե գաք եւ մեզ ընտրեք, եթե իհարկե ձայները հավաքենք, տեսեք ինչ հայրենիք ենք ձեզ տալու, ինչ սահմաններ ենք տալու, ու այսպես շարունակ խափելով, մոլորեցնելով ժողովրդի զգայական հուզմունքի վրա խաղալով, հասել ենք այս կետին, այս պատմական հանգրվանին։ Եվ այս ամենից հետո որպես հետգրություն, եթե կարելի է, ցավալեն գիտեք որն է, հարգելի բարեկամներ, որ այս վերջին ժամանակներում ուսումնասիրելով դաշտը, շփվելով, գործի բերումով տարբեր մարդկանց հետ, հասկացել եմ հետևյալը, որ հայրենասիրության այս շակերտավոր մրցույթում ճիշտը, որպես կանոն, պարտվում է, ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, մեկը գա գոչի ծովից ծով Հայաստան, Քուր Արաքսյան երկիր, Մայր հայրենիք կամ Վիլսոնյան Հայաստան եւ այսպես շարունակ, այդ մարդու լսարանը որպես կանոն ձևավորվում է, հեղինակությունն է բարձր վարկանիշի հասնում, իր կողքը հավաքվում են մարդիկ, ջոր համախոհներ ու ասում են, տեսեք, ինչ հայրենասեր մարդ է, բայց եթե մեկը այդ նույն պորոտախոսության կողքին հայտնվի եւ իրատեսական մտքեր արտահայտի, որ ասի մի րոպե, եկեք եղածը դարձնենք օրինակելի մի բան, եկեք պահպանենք մեր եղածը, միջազգայնորեն ճանաչվածը, միակն ու անվիճելին ու անսակարկելին, դարձնենք մի այնպիսի երկիր, որտեղից հայրերը ոչ թե կփախնեն, այլ կվերադառնան ու կապրեն արժանապատիվ կյանքով, այդպիսի մարդուն կփնովեն, երբեմն կարող են անգամ դավաճան պիտակը փախցնել ու այդպես էլ դարերով ապրելով հասնում ենք այս կետին ու կորցնում ենք իրապես իրատեսական մարդկանց։ Հուսամ գոնե այս
պատմական վիճակում վերջին անգամ սխալ այլևս թույլ չենք տա։ Եվ կրկին այս թեմայի շուրջ վերադառնալով ազգային ժողով ցանկանում եմ որպես ամփոփում, մտքի եւս մի հատված ներկայացնենք պատմական ակնարկից, որին Փաշինյանն է անդրադարձ կատարում իր տեսանկյունից։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ, կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրապես օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ու այս իրողությանն առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։ Խոսենք այլ թեմաների մասին, ապրիլի 17-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի Վան Լևինի հետ։ Այս մասին անվտանգության խորհրդի գրասենյակն է հայտնում, զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրացվող քայլերը, իսկ Վան Լևնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը եւ կարեւորել պայմանագրի ստորագրումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին եւ համագործակցության այլ հեռանկարների։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես զրուցել եմ վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Այս թողարկման վերջին հատվածում զրույցը կներկայացնենք ձեր ուշադրության, այնպես որ բաց չթողնեք, իսկ հիմա տեսնենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 16-ին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Թեհրանում հանդիպում է ունեցել, որի ընթացքում տեղի են ունեցել օգտակար քննարկումներ։ Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։ Օգտակար քննարկումներ ունեցա Գրոսիի հետ։ Առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է առանցքային դերակատարում ունենալ իրանական միջուկային գործի խաղաղ կարգավորման հարցում, գրել է Արաղչին։ Գրոսին իր հերթին X-ում գրել է, որ Արաղչիի հետ հանդիպումը կարևոր էր։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը անփոխարինելի է, վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա, գրել է Գրոսին։ Նախարարը վերահաստատել է Իրանի վճռականությունը շարունակելու փոխգործակցել եւ համագործակցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում, կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արաղչին նաև Գրոսիին տեղեկացրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքի մասին։ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Աբբաս Արաղչին ապրիլի 17-ից 18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում եւ Սիրիայում։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի Սիրիայում, Անդրկովկասում եւ Կասպից ծովում իրադրության շուրջ, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ղրղստանի Պերվոմայսկի շրջանի դատարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղավոր է ճանաչել քրեական հեղինակություն Ազիզ Բադուկաևին կալանքից ազատելու մեջ, բայց պատիժ չի նշանակել գործի վաղեմության ժամկետի պատճառով։ Այդ մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբանը։ Աթամբաևը դատական նիստին ներկա չի գտնվել։ Նա Ղրղստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-ից 2017 թվականներին, որից առաջ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Իսրայելի կառավարության գործողությունները ներառյալ ռմբակոծությունները եւ մարդասիրական օգնության արգելափակումը հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ ՄԱԿ-ի գրասենյակը նաեւ հաղորդում է ջրի անապահովության, սննդի, բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի պակասի մասին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար։ Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ մարտի 18-ից ի վեր իսրայելական ուժերը ուժեղացրել են օդային, ցամաքային եւ ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում եւ ընդլայնել ցամաքային գործողությունները, ինչի հետևանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել եւ տեղի են ունեցել լայնածավալ տեղահանումներ։ Ապրիլի 9-ի դրությամբ ավելի քան 401,000 մարդ կրկին տեղահանվել է։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային եւ մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Նրանց թիվը չի հստակեցվում։ 14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի Ալ-Սաբային նահանգի Ալ-Հաֆա շրջանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն 3 ավիահարված է հասցրել Սանայի նահանգի Նիմ, Մանախա եւ Բանի Հաշի շրջաններին։ Բացի այդ, մի շարք ավիահարվածներ են հասցվել Ալ-Սաուրա, Ալ-Հոդեյդա, Ալ-Ջաուվ շրջաններում հութիների տեղակայման վայրերին։ ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա, նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ Ապրիլի 16-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունը հարվածել է Դնեպր քաղաքին։ Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ռուսները խլել են 3 մարդու կյանք, այդ թվում 1 երեխայի։ Նախնական գնահատականներով տուժել է 28 մարդ, այդ թվում 4 երեխա, ասվում է հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ վնասներ են հասցվել տներին, ուսանողական հանրակացարաններին, ուսումնական հաստատությունների եւ սննդի ձեռնարկությունների շենքերին, ինչպես նաև ավտոմեքենաներին։ Անօդաչու սարքերի հարձակումների պատճառով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։ Ֆրանսիան փետրվարին առաջ է անցել Գերմանիայից Ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ Այսպես փետրվարին Ֆրանսիան գրանցել է 13065 Ապաստանի խնդրագիր, առաջ անցնելով Իսպանիայից եւ Գերմանիայից։ Ֆրանսիան այդ ցանկը գլխավորել է 5 տարվա ընթացքում առաջին անգամ։ Գերմանիայում խնդրագրերի թիվը ընդհակառակը կտրուկ նվազել է։ Այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է 16600։ Հունվարի 29-ին Գերմանիայի կառավարությունը ընդունել է Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության բանաձևը միգրացիոն քաղաքականության խստացման մասին։ Փաստաթուղթը կրում է հանձնարարական բնույթ։ Այս պահին եղանակի մասին Երևան քաղաքում ապրիլի 18-ից 19, ապրիլի 22-ից 3-ը սպասվում է առանձնեղումների եղանակ, ապրիլի 20-ից 21-ը 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ապրիլի 20-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է նաեւ կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը ապրիլի 19-ից 22-ը աստիճանաբար բարձրանալու է 10-ից 13 աստիճանով։ Դե ինչ, հարգելի բարեկամներ, ինչպես եւ խոստացանք, հաղորդումը ամփոփում ենք հարցազրույցով, այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Հարգելի բարեկամներ, թողարկման այս հատվածում տաղավարում զրույց է ծավալվելու, հյուրընկալել ենք վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին, ով առաջի անգամ է մեր տաղավարում, հարգելի Արմեն, ողջույն։ Ողջույն, ողջույն։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք տաղավարում, Երևանյան տաղավարում ուրախ եմ ձեզ ողջունել, իհարկե Լոս Անջելեսում
զրուցելու առիթներ ունեցել ենք, բայց այստեղ, ինչպես ասում են, տեսանկյունը բոլորովին այլ կարող է լինել, չէ՞, Երևանից խնդիրները, խնդիրները, որի մասին նաև դուք եք խոսում ձեր եթերներում, այլ դիտանկյունից են կարծես երևում։ Չեմ կարող չխոսել Գյումրիի ընտրության մասին, զարգացումների, արդեն ընտրված քաղաքապետի հայտարարությունների մասին եւ ինչ որ առումով լակմուսային այն թղթի, որը կարծես ուրվագծեց այն արևմտյան վեկտորը, եվրոպական արժեքները, ժողովրդի շրջանում իրապես տարբեր քաղաքական ուժերի քննարկումները, որ տեսեք մենք այս ուղղությամբ պետք է գնանք բան, մեկ էլ հանկարծ Հայաստանի երկրորդ քաղաքը, հայրաքաղաքը այսպեսի կտրուկ ընտրություն է կատարում ի հեճուկս ամեն ինչի, այդ ձեր մեկնաբանությունները ինչու հանկարծ գյումրեցին այսպես որոշեց։ Մի հետարքիր բան կա, երևանցիները, այսպես երևանցի եկեղեցի հետ մայրաքաղաք, հայրաքաղաք պատմությունը, ուրեմն դա մի քիչ այսպես այլ կոնտեքստով էլ մեկնաբանում, դրա համար ես կգերադասեի երկրորդ քաղաք ասենք, ուրեմն դրա ուղղակի մենք սիրած Գյումրին է, այսպես ասում եմ, նաև ժամանակին մայրաքաղաքը Հայաստանի, բայց այսպես մի հանգամանք կա, դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք։ Հիմա մենք ունենք արդեն կայացած փաստ, բայց եկեք երկու դիտանկյունից ներկայացնենք։ Մեկը ժողովրդին, մեղադրողների, որտեղ ինչ որտեղ նաև գիտեք բնական է, որ հա մտածում ես ինչպես կարող էին գյումրեցիները գնալ ու այսպիսի ընտրություն կատարել հեղափոխությունից, այսպես կոչված 7 տարի անցար։ Մյուս կողմից, որպեսզի չկտրեմ մտքիդ էլ անպայման ասեմ դիտարկման մեջ, բացի ժողովրդին մեղադրելուց, մենք Եվրաքվ, մենք տեսանք գործառույթներ, ուժը, որը Եվրոպա էր ներկայացնում, ջախջախի շպարտություն է կրում, այսինքն սա լակմուսային թուղթ է։ Դրա համար նախկին ներկա խաղը շարունակվում է։ Այո, երկրորդը շատ ճիշտ է։ Երկրորդը հենց այդ երկրորդ առաջինը դա էր, այսինքն մենք երկու դիտանկյունից, ինչ դերակատարում եւ ինչ այսպես պարտավորություն էր ժողովուրդը այս իրավիճակում եւ ինչ դերակատարում ուներ իշխանությունը եւ որտեղ էր իշխանության մեղքը։ Իհարկե, ես իմ եթերներում երկար զգուշացրել էի, զգուշացնում եմ, որ այս իրավիճակը անպատժելիության, երբ որ հեղափոխությունը չի իրացվում, երբ որ ժողովրդավարությունը չի ինստիտուցիոնալացվում, բերելու են նրան, որ մի հատ մատի ճտոցով ամեն ինչ հետ է գնալու։ Ամեն ինչ, ցանկացած տեղ։ Եվ ասեմ ձեզ, իմ այցի նաեւ նպատակներից մեկը այո, ընդհանուր մթնոլորտին ծանոթանալն է։ Ցավոք սրտի միայն Գյումրիում չի այդպիսի վիճակ եւ այսպես ասեմ նախկինները շատ թաքնված, միջնորդավորված պահպանել են իրենց դիրքերը այն մարզերում, չգիտեմ, օրինակ պայմանական Հովիկ Աբրահամյանը եւ իր շրջապատը, ասենք, իր ազդեցությունը պահպանել է ավանդական այն մարզում, որտեղ ինքը ունեցել է եւ այլն։ Պայմանական մյուսը եւ այլն։ Շատ-շատերը այդպես պահպանել են եւ նույնպիսի անակնկալ արդյունքներ, այսպես մարդիկ որոշ ընտրություններից հետո մենք զգուշացնում էինք, ասենք, հանրապետականի կրծքանշանը փոխել են ԿՊ-ական կրծքանշանով, բնականաբար շատ արագ վերադառնում են արմատներին։ Սա իշխանության մեղավորությունն էր, որը հեղափոխությունը ուղղակի չիրացրեց եւ կանգնած Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը ասում են, որ այ հանցագործ քրեական կրիմինալը վերադարձավ իշխանության։ Կրիմինալը քաղաքական կրիմինալը պետք է լինի բանտերում։ Լրիվ համաձայն եմ, ցանկացած քրեական տար պետք է արժանի գնահատականը, բայց ժողովուրդը ասում է մի մեղադրեք մեզ, հիմա մենք երկրորդ այսինքն իշխանությունը բացի թողի վիճակ է թողել, բայց ժողովուրդն էլ հո լծակ ունի ձեռքի։ Ճիշտ է։ Ցավոք սա իշխանության մեղքն է։ Օբյեկտիվ լինենք։ Հիմա ժողովրդի պահով ասենք, տեսեք, ժողովուրդը ասում է մեզ վախացրեցին, դա տեսականորեն դուք չպատժեցիք։ Ես փորձում եմ այսպես մի քիչ բան, հա, այսպես ժողովրդի լեզվով բացատրել, այսպես իրենց մտահոգությունը ներքին ժողովրդի, հավաքական ժողովրդի տեսակետը փոխանցել։ Ասում են դուք չպատժեցիք, իրանք ունեն այդ իշխանությունը, իրանք մեզ վախացրեցին, իրանք, չգիտեմ, մեզ առան եւ այլն, հա։ Գիտեք, սա էլ ինձ համար ընդունելի պատճառաբանություն չէ, որովհետեւ 6-7 տարի, ասենք եթերներով մենք այլ վերլուծաբաններ դուք ներկայացնում ենք ինչա ժողովրդավարությունը, որտեղ է ապագան, մենք որտեղ ենք ուզում տեսնել մեր երեխեքի ապագան, ինչքան կարևոր է կրթությունը։ Ինչ ասել է քաղաքացի վերջերս, այո, ինչ ասել է քաղաքացի։ Ի վերջո, եթե իշխանությունը չի կանխել, քաղաքացին պետք է կանխի։ Այս քաղաքացիական հասարակություն, որ ասում ենք, այդ Եվրոպայում էլ
արևմուտքում էլ Միացյալ Նահանգներում հիմա տեսնում ենք Դոնալդ Տրամփի վարկանիշը ընկել է եւ ինչ բողոքներ են անմիջապես 2 ամիս չի անցել ընտրություններին Միացյալ Նահանգների 50-51 նահանգներում բողոքի ակցիաներ էին այսինքն այդ չի նշանակում որ ժողովուրդը ուրեմն պետքա ձեռքերը ծալի նստի ու ասի դե որ դուք չարեցիք ես ոչ մի բան չեմ անելու ցավոք սրտի հեղափոխությունից 7 տարի անց հայ մարդը դեռ չի հասկանում իր ուժը որ ինքն է որոշում էլի իր մոտ ներքուս նստած է դե մեզանից ինչ է կախված այդ վատ ուրեմն եւ իրեն բախտի կմահաճույքին թողող արտահայտություն Այսինքն մենք կրկին փնտրում ենք տեր եւ պարոն Ղուկասյանի մասին քանի որ խոսքը գնաց երեք երբ որ նա հայտարարեց որ դեմ չէ միութենական պետությանը որ ընդհանրապես Լուկաշենկոն եւ Բելարուսը ինչ որ առումով օրինակ կարող են լինել այս դուք պատկերացնում եք ես չեմ խոսում Կանադա, Միացյալ Նահանգներ կամ ժողովրդավար Նորվեգիա, ժողովրդավարական չորեկն ես խոսում եմ ասենք Մոլդովայի մասին դուք կամ Էստոնիայի մասին դուք պատկերացնում եք որևէ գործիչ որ հանկարծ երախտագիտություն հայտներ կամ օրինակ ասել որ այո մենք Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ պիտի լինենք ու նա լիներ իշխանության երկրորդ քաղաքը զբաղեցներ այսինքն նա բառացիորեն քաղաքական որպես կերպար կդադարեր գոյություն ունենալուց բայց մեզ մոտ այդպես չի մեզ մոտ հակառակը մենք զանգվածային անգամ չեմ ասի որ ցույցերի պիտի դուրս գային մարդիկ բայց մենք չտեսանք հասարակական ինչ որ վերաբերմունք որ ինչպես կարող է հանկարծ միութենական պետության եւ երկրի իշխանությունը ու սուվերենությունը կասկածի տակ դնող հայտարարություն հնչել լավագույն վերաբերմունքը կլիներ ընտրություններում քվեարկությունը այսինքն տեսեք եթե Գյումրեցին մենք ախր բացատրել ենք ես էլ հետևորդն եմ դուք էլ հետևորդներ եք Գյումրիից այդ նույն Եվրադաշինքի ներկայացուցիչները բազմաթիվ հետևորդներ ունեն Գյումրիից գիտեք պատճառաբանություններ Գյումրեցին չի սիրում որ Երևանցին քարոզ անում դե լավ վերջացրեք էլի Այս ինչ բաժանարար գծեր է, ինչ է նշանակում Գյումրեցին չի սիրում Երևանցին Գյումրիում քարոզ է անում, այսինքն դրա պայքարի մեջ մասնակցել է դա որ ասում են, չէ, պատճառաբանություններից մեկը գիտեք որն է, որ Երևան ինչի պարտվեց Եվրադաշինքը, որովհետև գյումրեցիները չեն սիրում, որ երևանցիները Գյումրիում քարոզ են, դե լավ բայց դա քաղաքական տգիտություն է այսինքն եթե ընդ որում այնպես չի որ քաղաքական հիմա խորհրդարանական համակարգության մեջ էին դուք անհատ ախր հասկանում եք իրենք անհատ չեն ընտրում այս սա եմ ասում խորհրդարանական երկիր է իրենք ընտրում են քաղաքական ուժ ուղղություն արժեքներ իրենք չեն ընտրում Լևոն Բարսեղյան Վարդան Ղուկասյան բայց ցավոք սրտի մենք հասկացանք որ այդպես չեղավ եւ երիքը Հայաստանի ու հայերի միջեւ այդ բաժանարար գծերը տարվի Գյումրին էս չի սիրում Կիրովականը էս չի բանակները Վանաձորը չի սիրում եւ հիմա սա մի հանգամանք է երկրորդը այստեղ շատ կարեւոր էր որ Գյումրին որպես երկրորդ քաղաք այդ մեսիջը ուղարկեր արևմուտքին որ այ մենք հասկացել ենք այդ արժեքները մենք այսքան բացատրեցինք տեսեք ռուսները այդպես վարվեցին մեզ հետ իրանց այսօր պաշտպանում են այն նույն իբր թե կանգնած են իրենց մոտ նույն ռուսները որ իրենց չեն պաշտպանելու որը մտան Ավետիսյանների տունը գնդակը հարեցին փոքրից միջև մեծ հա որը էլի սպանությունների մեջ մեղադրվում են եւ ասում են գիտեք ինչ այդ ռազմաբազան աշխատատեղեր է ապահովում դե լավ լուրջ եք ասում Իսկ այդ նույն գյումրեցին չի կարող այնքան վերլուծել, որ եթե մենք հիմա օրինակի համար բերենք տեսականորեն լավ հայ-թուրքական սահմանը չեք ուզում բացել, բայց եթե Թուրքիայից վտանգ լինի, ռուսներին կփոխարինի օրինակ ֆրանսիական ռազմաբազա կամ ամերիկյան ռազմաբազա ու ասենք չէ, կոպիտ ասած ավելի ուրիշ կորպորատիվ որ շատ անիրական բան է։ Չէ, անիրական չի։ Ենթադրության ամեն ինչ հնարավոր է տեսականորեն, բայց եկեք վերադառնանք Ես ասում իրանց ձգտումների մեջ, եթե իրանք կատարում են ընտրություն դեպի Եվրոպա, Եվրամիություն, հա, կոպիտ ասած դիտորդներ կարող է բերել, որտեղ հայ-թուրքական սահմանները չէ եւ այլն։ Համաձայն, բայց փաստացի զրոյացավ կամ մինիմալի հասցվեց եվրոպական ես ոչ թե ասում եմ որ այսինքն ցանկացած մարդ որ ընտրություն է կատարում ինքը ուզում է հասկանա ինչի համար է ընտրություն կատարում այսինքն բոլոր պատճառաբանությունները իրենք ինչ արեցին իրենք զրոյացրեցին ըստեղության մեր ջանքերը որովհետեւ հիմա Եվրոպայում ձեր ասած նստած Պաշտոնյան նայում է եկել է Վարդան Ղուկասյան որը ընտրվել է ժողովրդի իհարկե կոմպուսից ընտրվել այո կոմպուս բառը գիտեք մենք Միացյալ Նահանգներում դուք եք բնակվել կամ բնակ այսպես հասկանում եք ինչ այնտեղ կոմունիզմը էլի մեր հերոստատիտողներին բացատրենք ընդհանրապես Միացյալ Նահանգներում կարգավիճակ ստանալու citizen քաղաքացի դառնալու կամ մշտական կարգավիճակ ունենալու համար հարցման թերթիկի մեջ հարց են տալիս մի քանի անգամ երբևէ
որևէ կերպ հարել է կոմունիստական կուսակցության թե ոչ, դա պետական ծնողները, այսինքն սա շատ լուրջ դիտարկում է, երբ որ Հայաստանում երկրորդ քաղաքում կոմկուսից կապ չունի հայացքները ինչքանով են տարբեր, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Համենայն դեպս կոմունիստական կուսակցության առաջնորդը այդ կուսակցությունից դարձավ։ Մենք թվում է հիմա մեկ-մեկ ասում են, գիտեք ինչ, ինչ եք ծանրացնում, կոմկուս եք ասում։ Ի վերջո այդ կոմկուսը ձևական է Վարդան Ղուկասյանը, հարթակ էր դա եւ այլն։ Թե հիմա արի գնանք միասին, որ փորձենք մի հատ, ասենք, չգիտեմ, չեխ պաշտոնյայի, մենք բացատրել դա, գիտես ինչ, որ ծանոթ էին իրար հետ, եւ քանի որ մտերիմ հարաբերություններ էր, առաջարկեցին պարոն Ղուկասյան։ Մեզ հայերից միշտ թվում է, որ բոլորը մեր մասին ամեն ինչ պետք է իմանան ու պարտավոր են իմանալ, այսինքն ինչ մենք տանջվենք բացատրենք, իրանք ամեն ինչ գիտեն, բայց իրականում իրանք ոչ մի բան էլ չգիտեն, իրանք շատ ուղիղ են նայում են ինչա կատարում երկրին։ Հիմա, այսինքն այս իմաստով տեսեք, ըստ էության երկրորդ քաղաքը ու ասեմ, եթե սա, ասենք, իրենք հասկանում են ինչ են ընտրել, իրենք հասկանում են, այսինքն չեն դրսևորել քաղաքացիական խիզախություն, եթե վախեցել են, այսինքն իրենք ըստ էության նախանշել են ինչ ապագա են իրենք ուզում տեսնել։ Եվ ամփոփելով զրույցը այս թեման իրապես մենք շատ կարող ենք զարգացնել, վստահ եմ, բավական հետաքրքիր, բայց որպես ամփոփում ունենք այն ինչ ունենք։ Այո։ Ռեալ պոլիտիկ վերադառնալով, իրատես լինելով, ինչ անել, որովհետև բոլոր ազդակները նրա մասն են, որ տեսարանը լինելու է այնպես ինչպես Երևանի ավականիում է, ինչպես Հայաստանի ազգային ժողովում է, այսինքն հավաքված են ուժեր, որոնց մեկտեղումը էլ չեմ ասում ազգանպաստ ինչ որ մի գործառույթ անելը այդ ուժերի միասնական, հա, բանում գրեթե հավասար է 0-ի։ Ինչ անել այս պարագայում։ Տեսեք, հետաքրքրական է, որ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները բավականին վախենում են Ռուսաստանի դեմ քայլելանից, մենք ունենք իրավիճակ, օրինակ, որ Փաշինյանը ստիպած խոսում են արդեն որ պետք է գնա մայիսի 9-ի, չեն ստիպած չգիտեմ, մենք տեսնում ենք Եվրոպայից գնահատականներ, որ արդեն այո, չի կարելի գնալ։ Մենք տեսնում ենք, որ սուր է տանում Ուկրաինայից հարցում եւ արդեն մայիսի 9-ին անգամ մտադիր է կանչել եվրոպական առաջնորդներին սեփական երկիր այդ հակադրությունը հակասություն ցույց տալ։ Այս տարի Ռուսաստանը այդ իրենց կոչված այդ ֆաշիստական գործողությունը Կեսվեյն անվանում, այդ պատերազմը, որ ինքը հատուկ օպերացիա են անվանում, հա, այդտեղից զորամիավորում է մասնակցելու այդ շքերթին, որը մեզ համար էլ ավելի անցանկալի եւ վտանգավոր է, հա, այդտեղ մասնակցելը։ Եվ այս իմաստով ժողովրդի քվեն, օրինակ նույն Գյումրիի քվեն, շատ լավ կփոխհատուցեր եւ գոնե կհավասարակշռեր այդ իրավիճակը, հա, որ մենք մեջի ուղարկեցինք Եվրոպային, այո, եւ Եվրոպան առաջին հերթին միշտ ասել եմ, արևմուտքը հենվում է ժողովրդի վրա, ոչ թե իշխանությունների, ժողովրդի։ Ինչ անել։ Հաջորդ տարի ընտրությունները եւ չի բացառվում այսպիսի սցենարի կրկնությունը համապետական ընտրություններում, հա։ Ես մի կողմից գլոբալ ժողովրդին չեմ մեղադրում, այսինքն բանի առումով, հա, հասկանում եմ, որովհետեւ ընտրություն գրեթե չկա։ Այսինքն ի սկզբանե ոնց մեր քաղաքական, ասեմ, հիմա ասեմ, չեմ գրեթե ասում։ Ինչպես մեր քաղաքական դաշտը, ասել եմ 7 տարի առաջ, 10 տարի առաջ, աղետալի վիճակում էր 30 տարի առաջ։ Այսինքն մեր քաղաքական դաշտը անկախ Հայաստանում եղել է աղետալի վիճակում, կա աղետալի վիճակում։ Բայց միշտ հետեւյալն եմ ասել, ընտրություն միշտ կա ինչ առումով։ Եթե անգամ դուք համարում եք եւ գտնում եք, որ չունեք այն մարդը, որի հետ լրիվ եւ ամբողջական հույսեր եք կապում, միշտ պետք է հասկանալ, որ պետք է ուղարկել գաղափարական ազդակ, գաղափարական մեսիջ։ Ենթադրենք, կան արևմտամետ ուժեր, ես շատ եմ այստեղ խոսել, մեկին մեկն է վստահում, մյուսին մեկը չի վստահում, ոչ մեկ ցավոք սրտի գլոբալ վստահություն չի վայելում։ Դրա համար կան օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, եկեք չխորանանք այդ պատճառի մեջ, բայց ցանկացած մեկը պետք է հասկանա, եթե ուքը ուզում է, գրում է արևմտյան արժի համակարգը, ուզում է եվրոպական ընտանիքի անդամ լինել, ուրեմն պետք է ինքը հասկանա, որ իր անգամ եթե որևէ մեկին չի հավանում այդ ուղությունից, որևէ մեկին չի, ինքը պետք է հասկանա, որ իր ձայնը նշանակություն ունի, թե ինքը իր ձայնը չօգտագործի, իր ձայնը ապորինի, ոչ ապորինի, այսինքն բացակայությունը կօգտագործվի, ասենք Աստված մի արածը սկսեն ընտրախախտումներ անել, այդպես օգտագործվի եւ այլն, հա։ Այսինքն ինքը գոնե պետք է գնա գաղափարական ընտրություն անի։
Այսինքն հասկանալիության համար պետք է սոցիումը այո, ինքը պետք է հասկանա, որ լավ, ես ոչ մեկին չեմ հավանում, բայց իմ ձայնը կարևոր է մեսիջի առումով, որ այնտեղ իմանան։ Այո, չէ, բայց հասկանալի։ Մենք ընտրում ենք սա իմ հարևանն է, ես իրան գիտեմ սկզբունքով, սա իմ մորքուրի սամուսինն է, նա մյուսն է, ինչի մասն է խոսքը։ Ով է նստելու ձեր պես կամ մյուսի պես մտածի, հայ, ինչ մեսիջ ես պետք է, մարդիկ մեսիջ բառը չգիտեն ինչ բան է, շատ դեպքերում։ Ուղերձ ասենք։ Ուղերձ ասենք թեկուս, հա։ Այսինքն չգիտեմ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ կյանքի ցանկացած էտապում մենք պետք է ինքնակրթվենք։ Մենք էլ այնպես չի, որ ամեն ինչ միանգամից ենք իմանում։ Պետք է աշխատել։ Հիմա նոր թեմա եք բացում, որովհետև կրթությունը դարձել է նաև բայց հենակետային է։ Բայց հենակետային է, անկասկած, կարծում եմ այս թեմայի շուրջ առիթներ կունենանք զրուցելու։ Շնորհակալ եմ շփոթվելու համար։ Բարեկամներ, ենթադրությունները թողնում եմ ձեզ, ինչպես ասում եմ, եթերի վերջում մտածեք այս ուղղությամբ։